Շատ չի։ Ուղիղ է։ Չասեմ։ Ես մի կարգին։ Կնշեք, ինչպիսի արտիստի, ինչպիսի դերասանի մենք կորցրեցինք այսօր։ Հզոր դերասաներ, լավ արտիստեր եւ լավ հայեր։ Եվ լավ ընկերեր։ Ափսոս շատ քիչ։ Ու կինոյում հիմնականում աշխատեց, թատրոնում քիչ աշխատեց։ Ցավալիորեն էլի թատրոններ այսօր զարմանալիորեն շռայել են, դες դերասաններին դուրս են թողնում։ Ու ինքն էլ մեծ ցանկություն չուներ, բայց եթե առաջարկը նորմալ լիներ, ինձ թվում է կհամաձայնվեր։ Շատ ափսոս, լույս հոգուն։ Դերասանը գիտեք ինչ, մի հատանոց է, մի հատ է լինում։ Հիմա Արտաշես Ալեքսանյան դերասան էլ չունենք ցավալիորեն։ Դրանց առաջ Արա Դեղտրիկյան չունեցանք, դրանց առաջ Ռաֆայել Գրիգորյան չունեցանք, Սամվել Սարգսյան չունեցանք։ Սենց կորսում ենք։ Ձեռքբերումները առայժմ չունենք, ցավոք սրտի։ Իսկ ամենահիշարժան դերերը, որ եղել են ձեր մեջ տպավորվել է Ալեքսանյանից, ո՞րն է եղել։ Ես իր հետ երկու ներկայացում եմ արել, ինքը Համլետում խաղում էր Հորացիո եւ Ժանգոտ Բանալիում խաղում էր բանի հայրը, Բուրացիմովի հայրը, այն ով որ ամենտեղ ամեն ինչ փչացնում է, էլի այդ դա էր խաղում եւ այդպես իսկ անց բանում բեմի վրա համարը չեմ տեսել, այդ ինքը Մակբեթ էր արել, հենց ինքը Մոսկվայում, չէ, Վենգրիայում կարծեմ։ Իսկ բանալից դե ես սերիալ չեմ նայում ներողեք։ Նժդե հետ տեսել եմ, իրան շնորհավորել եմ, գրկել եմ, համբուրել եմ, որտեվ ինձ հուզեց իրան Նժդեը, եւ ինքը եւ Շանթը, բայց սերիալ չեմ նայում։ Իսկ հայկական կինոյի պատմության մեջ նա ինչ հետք թողեց ձեր գնահատականով։ Իմ կարծիքով հայկական կինո մի քիչ բան է, որտեվ սերիալի մասին է խոսքը, դա հայկական կինո չի։ Դա սերիալ է, հեռուստա սերիալ է։ Ֆիլմերի։ Կինոն կարծեմ ինքը չխաղաց, կինոյում լուրջ կինոյում ինքը չխաղաց, ինքը խաղաց սերիալներում։ Իսկ կինոն ցավում է, որ չգիտեմ խաղացել է թե չէ, ես տեղյակ չեմ, ինքը խաղացել է կինոյում թե չէ։ Նու Գարեգին Նժդեն էլ հեռուստատեսային արտադրանք է, ինքը կինո չի, էլի, կինոն մի քիչ ինձ համար ուրիշ բան է։ Դրա համար կինոյում չեմ հիշում, որ ինքը խաղացած լինի։ Իսկ վերջին անգամ երբ եք հանդիպել, խոսել, ինչ է ասել։ Այստեղ մեր մյուս ընկերոջ էլի հոգեհանգիստն էր, ինքը ասեց, որ բան ունի, քասկեղ ունի, ասեց, բայց բանի տեղ չեմ դնում, ասեց, որ ստե շինը պիտի նայես, ասեց, դե, որ դե կտրի կապը, հետը գիտեք, այդ բժիշկի մոտ գնալն էլ բիզնես է հիմա, հիմնականում ներողություն նորմալ բժիշկներից, բայց ինքը բիզնես է, ինքը գնում ես, ասում ես կան փող։ Մի խոսքով էլ էստեղ մեկի այսինց հանդիպում ենք ստեղ, հետո իմանում ենք մեկս էլի չկա, հետո մյուսն էլ չկա, հետո մյուսն էլ չկա։ Այսպես կներեք